Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլև կառավարության կազմի փոփոխություններ։ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների կառավարությանը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին նկատվում է գելլարված մթնոլորտ։ Տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ ստուգումներ, պահանջվում են բազմաթիվ փաստաթղթեր, ներառյալ անցած տարիների հաշվետվություններն ու պաշտոնական գրագրությունները։ Հավաքագրվում են դոսիեներ, որոնք ներկայացվում են անձամբ Փաշինյանին։ Հատկապես զգալի զգուշություն է տիրում կառավարության ստորաբաժանումներում։ Բազմաթիվ աշխատակիցներ տարբեր օղակներից ահազանգեր են ստանում փաստաթղթերը կարգի բերելու ու անակնկալների պատրաստ լինելու մասին։ Թերթի տեղեկություններով այս վերահսկողական օպերացիան ներառում է նաև Երևանի վարչական շրջանները։ Փաշինյանն արդեն հստակ նախազգուշացրել է իր թիմակիցներին խստորեն հետևել տեղի ընթացակարգերին եւ լինել առավել զգոն։ Նա ստացել է վարչական շրջաններում ձևավորված լուրջ կոռուպցիոն սխեմաների մասին։ Դրա արդյունքում այնտեղ նույնպես լարվածություն է նկատվում։ Շատերը փորձում են կանխել հնարավոր բացահայտումները, արագ կարգի բերելով իրենց հաշվետվությունները։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է եւ վերսկսելու է 1 տարի առաջ մեկնարկած ու կիսատ մնացած փողոցային պայքարը։ Անգամ հստակ օր է նշվում՝ մայիսի 28-ը։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է Արցախի նախագահի ընտրություններին ընդառաջ արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել Սամվել Բաբայանը։ Թերթի տեղեկություններով Բաբայանը ջանք ու եռանդ չի խնայում արցախցիներին պառակտելու հարցում։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 3 ծավալուն հայտարարությամբ էր հանդես եկել, թե դժվար որոշում է կայացրել կյանքի այս փուլում իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայի դաստիարակությանը, ընտանիքի ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր է դնելու մանդատը։ Որպես Վաղարշապատ համայնքի ավականու անդամ եւ այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։ Թերթի տեղեկություններով Գասպարյանին պարզապես կոշտ ասվել է, որ պետք է հրաժարական տա ու վերջ։ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել է ձերբազատվել մութ պատմությունների ու սկանդալների մեջ հայտնված չինովնիկներից, չխնայելով եւ ոչ մեկին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։ Թերթի տեղեկություններով աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին, իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ նրան ձերբակալեն։ Գրում է թերթը։